Քաղաքում լինում եք, չէ՞, մեկ։ Մենք զինվորներին տերում եք մեր։ Մեկը կանաչ գույնի համազգեստով կայլում է։ Մեկը կապույտ, կանաչ, խառնոտ։ Երբեմն ոչ զինվորներն են զինվորական համազգեստով նման։ Չէ, ես ասում մեզ զինծառայողների մասին եմ ասում։ Այնը նայում ես կապիտանը կայլում է խոսքունակ ավագ լեյտենանտի հետ, երկուսով, մեկը կապույտ գույնի, մեկը կանաչ գույնի։ Ու ոչ ուստավով կոշիկներ։ Առանց գլխարկ։ Չհասկացա, դա չի բարդակա։ Քաղաքում պիտի պատրուլներ աշխատեն, ռազմական, ոստիկաններ պիտի գան ստուգեն, ինչու համազգեստը խախտում ես անում, կոշիկների ուստավով չէ, այս բաները ինչի։ Ասում եք, ինչ երկու ամսվա մեջ դուք արաք այս մեծ մեքենամ համազգեստ սահին բաժանեք, որ բան։ Նախ եւ առաջ իրանց համազգեստեր եմ տեսել, նոր sense որ հապնում են, դա խայտարակություն է, դա համազգեստ չէ։ Այսինքն պատրաստի ժամանակ համազգեստը մեծ դեր է խաղում։ Հակառակորդին հոգի վրա էլ ազդում։ Ինչքան sense պատրաստված դենում է չէ, sense ամեն ինչով չէ։ Զինված զինվորին հոգին է բարձրացնում։ Հակառակորդին որ տենում է, իջացնում է։ Աֆղանստանում sense բաներ ա եղել։ Այդ սովետական զինվորներ առաջ անգամ որ տենում են այդ մաջաղետներին, այս մուրի խորներով, բայց չամը գեշեն չէ շատ դրանք։ Տենում են վախից ավտոմատ են կորցնում։ Ձերքից ընկնում է։ Հասկանում եք։ Հոգեբանական պահ է։ Լիքը բաներ կա, որ ազդում է պատերազմի ժամանակ էլի։ Համազգեստը շատ մեծ դեր է խաղում։ Նախ եւ առաջ կամար պիտի հարմարեն այդ ամեն ինչը ձեմերային, աշուն, գարուն, խոսքունակ նայեք, ես դեպքեր եղել, ես լուրջ եմ ասում, խոսքունակ գումարտակի հրամանատարին կամ վաշտի հրամանատարին ասում եմ, ջերմահակուստ ունեք, ասում են հա, ասում եմ ակտիվա դա պոսիվա։ Այսինքն ասում ակտիվը դրա համար է ծմերում, եթե դու վազում ես, չմրսես, եթե կաղնելու ես, մրսելու ես, ինքը ակտիվը համար է։ Պասիվը, եթե սկսելու ես վազել ոչ թե կաղնելու համար, դիրքում, խոսքունակ դիրք ես պահում, դու ես մրսելու, դու որ քեզ ջերմահակուստ են տալիս, դու պիտի դեմ նայես, հարցնես, ակտիվ ջերմահակուստ է, դա պասիվ ջերմահակուստ է։ Բաներ կա, որ զարմանում ես։ Հիմա վերադառնանք Պապիկյանի խոստմանը, գտնում եք, որ սա ուշացած թե ձախողված։ Նայեք առաջ, ով է որոշել ինչ համազգեստ պիտի լինի, այդ առաջինը։ Ով է ասել, որ հարմար չի։ Ինչ փորձ են անցել, որտեղ են անցել։ Դե քննարկումները հենց Վաշինգտոնում է եղել դուք։ Արա Վաշինգտոնի զիբիլա, որ Վաշինգտոն պիտի որոշի։ Ինչ զիբիլա Վաշինգտոն։ Այսինքն տենց։ Դուք համարում եք, որ Ես ես մի հատ բան պատմեմ, այս թեման փակենք զինվորական բան, այդ բանակը։ Շատ հետաքրքիր թեմա։ Այո, որ մեր ժողովուրդը որ ասում են ՆԱՏՕ, ՄԱՏՕ, ՇՄԱՏՕ, բան, չգիտեմ ինչ, հենա բան պատմեմ։ Մեր գեներալները իրանց հետ ինչ են արել։ Մի անգամ մտնում են, սկսում են մեզ դաս տալու մեր գեներալներին գլխավոր շտաբում։ Սենց մի դարվի, նենց մի դարվի, այս մի դարվի, այս մի դարվի։ Մերենք ասում են լավ։ Մոտենան քարտեզին, աջ կողմի դուք եք, ձախ կողմի մենք ենք։ Մենք իրար հետ պատերազմ ենք սկսել։ Ստեղ դուք եք պլանավորում, ստեղ մենք։ Ժամուկես գցում են։ Վերջ կետը դնում են։ Իրանց աչքերը ես կան։ Մենք ասում եմ, տարբերություն կա։ Ինչ որ դուք եք պլանավորում, ինչ որ մենք։ Դրանք ասում են չէ։ Ուզում եք ասել։ Ուզում եմ ասեմ։ ՆԱՏՕ-ն միշտ մեծ դաս է տալիս։ Հիմա սաղ մեղադրում են Ռուսաստան ակադեմիային ավարտել կամ բանում։ Մի վարքան։ Զինվորը զինվոր է մնում։ Ընդեղ էլ նորմալ են դաս տալիս, ընդեղ էլ։ Նայես դու ինչ ես վերցնում։ Ոչ թե մեր, նայեք, ասում եմ, մեր բանակը միշտ, միջև այդ էլ պրոցեսը կա։ Ուղարկում են մարդ Ռուսաստան, խոսք է օրինակ։ Ակադեմիան ֆրունզը կամ իրանց գլխավոր շտաբի ակադեմիան, այդ մարդը գնում այնտեղ, հայերեն, ռուսերեն չգիտի։ Ռուսերեն չգիտի ուղարկում եք այդ մարդը ինչ անը։ Ես մի հատ գեներալից հարցրել եմ, ասում եմ, բա ո՞նց ես սովորել։ Ասում եմ, ես չեմ սովորել, կանյակն է սովորել։ Այդ առաջինը։ Հասկանում եք, այսինքն ես ինչ ուզում եմ ասեմ։
ՆԱՏՕ-ն շատ հարուստ, շատ զոր պետություններ են, այսինքն ՆԱՏՕ-ն, նույնը Վաշինգտոն, Ամերիկան։ Դրանք միջոցներ ունեն, տեխնոլոգիաներ ունեն, բազմաթիվ քանակով փող ունեն, փողի խնդիր չունեն։ Բայց մի հատ ասեք, վերջի ժամանակ 45 թվից հետո ավելի ուժեղ կամ միասնալ մահանգներ պետությունը հետ պատերազմի մեջ մտած կան դրանք, իհարկե ոչ։ Խոսքինակ հարձակում Լիվիայի վրա, մի հատ էսկան Լիվիան, ամբողջ ՆԱՏՕ-ն 380 միլիոն, Ամերիկա 500 միլիոն Եվրոպան։ Ինչ բանակա այդ ուժերը տապում մտնում են Լիվիան, այն էլ զորով վերցնում են։ Նույն ՆԱՏՕ-ն մտնում է ամբողջ իր ներուժով, վերցնում են Իրաք։ Նույնը ամբողջ այդ ՆԱՏՕ-ն գալիս վերցնում Աֆղանիստան։ Մենք էլ միշտ ՆԱՏՕ-ին ասում ենք, դուք միշտ պատերազմ եք տանում ավելի թույլ պետության դեմ կամ դուք։ Այ եթե դուք մեծ ճանապարհը ցույց տաք, ոնց ավելի ուժեղ պետության դեմ դու պիտի կրվես։ Այդ ուրիշ բան է։ Մենք միշտ պատերազմ ենք տանում ավելի ուժեղ պետության դեմ։ Այդ որ ասում ենք ՆԱՏՕ-ն մեր համազգեստն է որոշում, ՆԱՏՕ-ն ո՞վ է։ Մեր զինվորը, մեր հրամանատարը դիրքերում, դաշտում, պիտի ասա, հարմար է, դա հարմար չի։ ՆԱՏՕ-ն ինչ է, որ կարող է ՆԱՏՕ-ն ասում է շատ լավ է, իմ համար նորմալ է դա։ Մեր հրամանատարը, մեր զինվորը հակում ասում են, չէ, նորմալ չի։ Այսինքն Ամերիկան ինչ։ Այսինքն դուք այլ առաջարկ ունեք, դա էլ պետք է Հայաստանում արտադրվի, դա էլ պետք է Հայաստանի դիզայներներ, մասնագետներ քննարկումների արդյունքում։ Ինչ քննարկումներ դու դիտանես քո հրամանատարների հետ։ Կարող եմ եք դիզայն չունենք, բան չունենք։ Ես Բելգիայում ասեմ, մի հատ հայտղա կա, ՆԱՏՕ-ի համար այդ համազգեստ արտադրում։ Շատ ինտիր։ Քանի անգամ առաջարկել են, նույն ՆԱՏՕ-ի համար արտադրում, ինքը համ դիզայն անում, հենց կտորները սենց բանից է սարկած, այդ հայկական մի հատ բան կա, ինչ որ մատերիալ կա, այդ մատերիալից է սարկում, էդի գետնից վերցնում այդ մատերիալը։ Երկաթել են սարկում այդ մատերիալը, ինքը դրանից համազգեստ է սարկում, ոչ երում է, ոչ տրճվում է, ձմերը իրան տակապահում ամառում շատ հով։ Առաջարկել ենք, չեն ընդունել։ Մենակ ես չեմ արել, Լովո Զորաբյանն էլ առաջարկել մի ժամանակ, էլ չեն մեր ընդհանուր տղա է։ Ուզում եմ ասել, մեր հրամանատարը, մեր զինվորը պիտի որոշի, համազգեստ լինի, զինվորամատուտելիքներ պիտի լինի, ինչ, չգիտեմ, զենք, զինամթերք, համազգեստ, դեղեր, ամեն ինչ մենք պիտի արտադրենք Հայաստանում, որովհետև մենք միշտ վտակի տակ են գտնվում, կարող մի օր սահմանը փակում են, ինչ ենք անում, մոդին էլ կասի կներեք, սահմանը բացեք բերեմ, պատրաստ եմ, ձերի էլ կտամ մի միլիոն հատ, սահմանը բաց, դու էլ սահման չես կարող բացես, ստեղ էլ բան չես արտադրում, ավելի լավ չի դու գնաս Ֆրանսիայի պայմանավորես Մակրոնի, ասում ես ուզում ես մեզ փրկես, ուզում ես օգնես, արի ստեղ գործարան բացենք, ստեղ արտադրենք, լիցենզավորված, Չինաստանը ո՞նց անում, ինչ որ սկսել են անել, արտադրել, հիմա իրանց սեփական են արտադրում, չէ, բայց միջև այդ 20 տարի լիցենզավորված նույն Հնդկաստանը, միջև հիմա լիցենզիա ստացել Ռուսաստանի զենքն արտադրում, հետո կամաց զարգանում է իրանց զենքերը արտադրում։ Գնա մոջի այդ պայմանավորից դե գործարան տնեն, գնա Ֆրանսիայի հետ պայմանավորի, Գերմանիայի հետ պայմանավորի, նույնը Ռուսաստանի 20 տարի չեք պայմանավորից դե մի հատ գործարան տնենք այս շերը։ Չէ, ես ուզում եմ հասկանամ, ինչ կապ ունես դե Վաշինգտոն։ Մեր համազգեստի հետ։ Դրանք ովքեր են։ Դա ձեր։ Ինչ իմ։ Ես Հայաստանն եմ, Ես Հասկանալի է, Վաշինգտոն չեմ։ դուք ամեն ինչը կապում եք նրա հետ, որ պետք է մեր տեղական արտադրանքը լինի։ Մեր տեղում պետք է որոշենք, տեղում պետք է քննարկենք։ Այսինքն ես այդ խայտարակությունը, ես պիտի գնամ Վաշինգտոն այդ քննարկեմ, ինչ համազգեստ պիտի ես հակեմ։ Տրուսիկի բայկը էլ կապած, պիտի հարցնեմ ինչ պիտի հակեմ։ Այնով մենք սպայներ ունենք, զինվոր ունենք, տալես ես այդ համազգեստը, ասում ես միամից հակում ես, ձեմեր համար աշուն գարուն։ Մի հատ նայ ոնց է։ Եվ ասա որ Ռազմավարության ժամանակ էլ վազում ես կրակում ես, նայում ես քեզ ոնց է պահում։ Ասում ես հարմար է, չէ,